մեղքին 1 սանտիմետր, անմիջապես կվերցի 10 սանտիմետր։ Տվեք 10 արագությամբ կվերցի 1 մետր։ 1 մետր տվեք եւ դուք հասկացաք ընթացքը։ Մեծ արագությամբ, կարճ ժամանակի մեջ, մեծ նավին մեծ անցք պետք չի որ խորտակվի։ Տվեք փոքր անցք, ժամանակի խնդիր է, աստիճանաբար նավը կխորտակվի։ Մեղքը այդպիսի էություն ունի, նա երբեք չի բավարարվում, նա գնում է մինչև վերջի թիրախը, բոլորին ապականելու համար։ Միթե մեղքը այդպես չմտավ աշխարհ։ Քանի հոգու միջոցով մտավ։ Սուրբ ասում է 1 մարդու միջոցով։ 1 հոգու միջոցով մեղքը մտավ աշխարհ, տարածվեց եւ այսօր 8 միլիարդ մարդ, որ բնակվում է երկիր մոլորակի վրա, 8 միլիարդ մարդն էլ կրում են մեղանչական բնություն, մեղքի էությունը։ Տեսակ ոնց վերցրեց ամենուր։ 1 մարդ էր ընդամենը սկզբում, բայց հիմա 8 միլիարդ մարդ։ Սա սարսափելի է, սա մեղքի էություն է։ Իսրայելը բաժանվեց, տրոհվեց 2 մասի եւ մեղքը սկսեց դարձյալ գործել։ Գիտեք, մեղքը ում է գտնում թիրախ։ Ուշադրություն դարձեք։ Մեղքը միշտ թիրախ է գտնում թագավորներին, առաջնորդներին, ուշադրություն դարձեք։ Եթե խփեց առաջնորդին, բնականաբար ամբողջ համակարգը ոչնչանում է։ Մեկը մի խելացի ման էր ասել էր ցույց տվեք ինձ հոգևոր հովիվ, ես ցույց կտամ հոգևոր եկեղեցի։ Ցույց տվեք ինձ մարմնավոր հովիվ, ես չեմ կարող հոգևոր ցույց տալ։ Ցույց կտամ մարմնավոր եկեղեցի։ Ցույց տվեք արդար հոգևոր թագավոր, ժողովուրդ էլ արդար կլինի։ Թանկագիներ, եկեք խոստովանվենք։ Եթե մեր հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, որ մենք աղոթում ենք, շատ ենք ուզում, եթե լինի հոգևոր մարդ, անհնարին է, որ այդ հոգևոր օծություն, օրդությունը չտարածվի մինչև փեշերը, ինչպես յուղը գլխից գալիս է, օծությունը Ահարոնի մորուքով տարածվում մինչև ներքև, կգա մինչև վերջի քաղաքացին, բայց եթե գլուխը փթած է, ինչպես ձկան գլուխը, ուրեմն գլխից է փթում ամեն բան, օրդությունն էլ է գլխից գալիս, ժողովրդական խոսքով ձուկն էլ է գլխից փթում։ Շատ կարևոր է եւ մեղքը գտնում է թիրախ որպես առաջնորդին, կարևոր առաջնորդն է եւ այս պատմությունը, որ պետք է ես նկարագրեմ, սա հին պատմություն չի որպես այդպեսին, այո, եղել է հազարավոր տարիներ առաջ, բայց այս պատմության մեջ մենք կտեսնենք, որ այսօր մենք գտնվում ենք ճիշտ այդ իրավիճակի մեջ, որտեղ Սողոմոնը ճիշտ է ասում, չկա մի բան, որ ասենք անցել գնացել է, հին է, ամենը կրկնվում է եւ այսօր դուք կտեսնեք այս պատմության մեջ, որ շատ արդիական պատմություն է այս պատմությունը։ Եվ ինչ կատարվեց, Աքաբ թագավորը, իսրայելացի, հյուսիսային թագավորության թագավորն էր, իսկ հարավի թագավորը, դա 4-րդ թագավորած գրքի պատմություն են պատմում, իսկ հարավի թագավորը Հովսափաթն էր։ Իդեպ ձեզ նախապես ասեմ, որ հյուսիսային թագավորությունում մինչև վերջել, որքան թագավոր եղել են, մի հատ հավատացյալ չի եղել։ Հարավում եղել են, բայց հյուսիսում ոչ։ Եվ այս օրինակը, որ հարավի թագավորը Հովսափաթը արդար էր, հավատացյալ էր, սա հրաշալի է։ Հյուսիսի թագավորը Աքաբն էր, ապաշնոր, պիղծ անձնավորություն։ Եվ ուշադրություն դարձեք, ինչ սկսեց կատարվել։ Երկուսն էլ իսրայելացի են։ Աքաբ թագավորը որոշեց կին առնել իրեն եւ իրեն կին առավ Սիդոնացիների թագավորի աղջկան, որը գրված է 3-րդ թագավորած 16:31-ում։ Սա պետք չէր, որ ինքն աներ։ Ասում է դեռ քիչ էր նա, որ գնում էր Հերովբոամի մեղքերով, Սիդոնացիների թագավոր Ետ Բաղի աղջիկ Հեզաբելին էր իր համար կին առավ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագություն առավ նրան։ Հերիք չի, որ մեղքերի հետևից էր գնում իրանից առաջ եղող թագավորի, ավելին գնաց Սիդոնացիների թագավորի աղջկան։ Գուցե եւ Հեզաբելը շատ գեղեցիկ աղջիկ էր, չեմ կարծում, որ թագավորը տգեղ աղջկա կընտրեր, որտեվ հիմնականում մենք հասկանում ենք, որ ամենագեղեցիկ աղջիկները հասնում են թագավորին։ Ըստ երևույթին Սիդոնացիների թագավորի աղջիկը շատ գեղեցիկ էր, արտաքինն էր գեղեցիկ,
Ինչպես Տեր Հիսուսը կասեր որոշ անձերի, որ արտաքինդ նման է գերեզմանոցի գեղեցիկ, բայց ներսդ լցված է փտած ոսկորներով։ Ահավասիկ այս կինը սարսափելի մի կին էր, որովհետև նա երբ որ եկավ հարս Իսրայել, մեղքը, տեսեք ոնց է գալիս, այսինքն նա խնամություն արեց, Հյուսիսային թագավորը խնամություն արեց հեթանոս թագավորի հետ, որը ի սկզբանե Աստծո կամքը չէր։ Եվ բերեց օտար կնոջ, այդ կինը մենակ չի գալիս, այս կինը գալուց էլ իրանց տան կուրքերը, իր էության մեղաջ այդ բոլոր գարշությունները դևերին էլ իր հետ բերեց։ Եվ արդյունքը եղավ այն, որ միջև դա չէր անում, բայց այդ կնոջ գալուց հետո ինչի ասում, եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագություն արավ նրան։ Դարձավ մաքուր կռապաշտ։ Աստծուն էր հավատում, գիտի որ Աստված կա, բայց կուրքերի առաստուն կեր ծռում, որտեղ իր կինն էր հաղթել նրան։ Խնամությունը լավ բան է, բայց լավ խնամությունն է լավ բան։ Միշտ հարց է։ Ես գիտեմ, մեր ազգի մեջ էլ ընդունված է, տենաս ով է լինելու մեր խնամին։ Դե աղջիկն ու տղան իրանց համար կապ չունի, ով է նրա պապան, նրա մաման, իրանք լավ լինեն։ Բայց երբեմն ծնողների համար կարևոր է, ով է խնամին մեր։ Շատ կարևոր է խնամին լինի լավ մարդ։ Ահավասիկ այս պատմության մեջ զարմանալին հետևյալն է նաև երկրորդ մնացորդաց 18-ի 1-ում մենք տեսնում ենք հետևյալ պատմությունը, որ Հովսափատ թագավորը, որը հարավի թագավորն էր, ինչպես ասեցի, հյուսիսինը դա Աքաբն էր։ Աքաբը ոչ միայն խնամություն արեց Սիդոնացիների թագավորի հետ, նա նաև համատեղ կյանքից Հեզաբելի հետ ունեցավ մի աղջիկ, որի անունն էր Գոթողիա։ Դե պատկերացրեք, այս Գոթողիան ինչպիսին պիտի լիներ։ Մորից ժառանգած, մայրը հաղթել էր, բերել էր կուրքերը դեպի Իսրայել, այսինքն Իսրայել ամբողջովին ապականվել էր, եթե թագավորը կռապաշտ է, նշանակում է ժողովուրդն էլ չի կարող, գրեթե չի կարող չպաշտել կուրքերին։ Կարող են եզակի մարդիկ լինել, բայց հիմնականում բոլորը դարձել էին կռապաշտ։ Եվ Հուդայի թագավոր Հովսափատը, որը հավատացյալ էր, այս էլ զարմանալի կերպով սկսեց խնամություն անել Աքաբի հետ։ Ես չգիտեմ, թե ինչպես դա ստացվեց, բայց ուշադրություն դարձեք սատանայի նենք ծրագիրը։ Ինչպես առաջինը եղավ բաժանում, մեղքի պատճառով։ Իհարկե Աստված բաժանեց, բայց մեղքն է հեղինակը։ Եվ չի բավարարվում, հյուսիսում հասավ հաջողության, սկսեց տարածվել կռապաշտությունը։ Հիմա օրերից մի օր Հովսափատի տղան Վոքոզյան հանկարծ տեսավ Աքաբի աղջկան, Հեզաբելի աղջկան Գոթողիային, թերևս նա էլ շատ գեղեցիկ էր, երբ որ տեսավ, սիրահարվեց։ Ուշադրություն։ Երիտասարդն էր, երիտասարդ է, կոչս ձեզ է ուղված, ովքեր դեռ ամուսնացած չեն, բայց փնտրում են աչքերով։ Գուցե ժամանակը մոտ է, այո, բայց ուշադրություն դարձրեք պատմություններին։ Այս պատմությունները գրված է մեզ համար, ձեզ համար։ Նաև ծնողներին եմ ուզում հետևություն անել։ Որոշ ծնողներ կարող են իրենց երեխեքին տալ, կարևոր չի ով է, քոռը, խուլը, կաղը, փող ունի, բալաճան գնա։ Ես հանդիպել եմ ծառայության բերումով մարդկանց, որոնք դժբախտ են, որոնք երբ որ պատմում են իրենց պատմությունը, հասկանում ես, որ ի սկզբանե սերը չի թագավորել, այլ ինչ որ օգուտի հետևից են գնացել, խրատը սխալ են տվել եւ արդյունքում տառապում է այդ ընտանիքը։ Երջանկություն չունի, որտեվ սեր չկա։